Տիկին Վարդանյան, կմարամասնեք Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի 3 բնակչի մոտ բրուցելոզի ախտորոշումից հետո ինչ իրավիճակ է հանրապետությունում։ Միշտ էլ բրուցելոզի հետ կապված խնդիրներ ունի, իրավունքներ ունի, եւ չպետք է մոռանալ, որ ցավոք սրտի վերջի տարիներին Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության հետ կապված ընդհանուր առմամբ գյուղատնտեսության հետ կապված բոլոր խնդիրները ոնց որ թե երկրորդ պլան են մղվել, եւ դրա հետ մեկնում մտել է անասնապահության, անասնաբուժության, անասնաբուծության եւ նրա վերահսկողության հետ կապված բոլոր մնացած այսպես ասած խնդիրները, հա։ Հենց այս կոնտեքստից պետք է սկսել, որտեղ ամեն ինչ ունի իր պատճառները, կոնկրետ ինչ է կատարվում, իր պատճառները եւ վերահսկողության հետ կապված խնդիրները այս պահին իրականում լավ վիճակում չեն։ Տեսեք, իրականում բրուցելոզի հետ կապված խնդիրները դա հում կաթից, հա, մսից, հա, լավ չեպած կամ շատ լավ չսառեցած մսից է, այսինքն պատճառը հենց այդպես է սկսում, իրականում նա բացել այդպես է կենթանի մնում, եւ այդ խնդիրները նաեւ նմանատիպ կաթի, նմանատիպ բանի մսի, հա, արկայությունն է, որը հետագայում իհարկե գիտեք ինքը քրոնիկ, դժվար բուժվող հիվանդության մասին է խոսքը, որ առաջացնում է քրոնիկական, բավականին մարդու օրգանիզմ, մարդու համար վնասակար, այսպես մարդու օրգանիզմին բավականին վնասակար քրոնիկական հիվանդություններ սիստեմային առաջացնող ու դժվար բուժվող, հա, երկու բուժվում է դժվար, բավական երկար էտապներով բուժվող հիվանդություն է։ Ինչ վերաբերում է ներկա փուլում, ինչ է կատարվում, այո, ներկա փուլում կոնկրետ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի հետ բրուցելոզի հետ կապված բացահայտումները, հիվանդ կենդանիները, այս իմիկատի ունեմ անասնաբուժական խնդիրների, այսինքն պատճառագիտության հետ կապված էլի, չհասնենք նրա որ թանկ բուժում անենք, պետք է նման միս չլինի, նման կաթ կամ այլ բնամթերք չլինի, հա, որի արդյունքում ստացվում է այսպիսի վիճակ, ինչքանի դեռ այդ հսկողությունը լիարժեք չի, բնականաբար բրուցելոզն էլ եւ մնացած նմանատիպ վարակներն էլ կարող են արձիական լինել ներկայում։ Ինչ վերաբերվում է տեղեկատվությանը, ապա եթե մենք պաշտոնական տեղեկատվությանն ենք հետևում, մենք տեսնում ենք, որ ոչ միայն բրուցելոզի, այլև մնացած այլ վարակների մասով տեղեկատվությունը առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնի կողմից տրվում է ուշացած եւ արդեն այն ժամանակ, երբ որ լրատվության մեջ, լրատվության տարբեր, ասենք, խողովակներով մարդիկ արդեն տեղեկացած են ելնում դրա մասին։ Խնդիրը ամբողջ դա է, որ վերահսկողությունը, սա անկեղծ պետք է խոսենք, ոչ միայն առողջապահական է, այլ նաեւ սննդի տեսչության հետ կապված խնդիրներ են եւ ավելին ասեմ, ընդհանուր առմամբ բաց թողված գյուղատնտեսությունն է Հայաստանի Հանրապետությունում, գումարած իր վերահսկողական կոմպոնենտով, անասնաբուժների խիստ պակասն է բոլոր մարզերում եւ պետական քաղաքականության բացակայություն է, իսկ կոնկրետ բրուցելոզը, քանի դեռ ունենք այսպիսի վիճակ, միանշանակ մենք ունենալու ենք հետևանքներ, նա ընդամենը այս բաց թողած շղթայի հետևանք է։